Ողջույն հայրենակիցներ, որոշել եմ մի կարևոր լուրով ձեր հետ կիսվեմ, որ ես մեքենան, ոչինչ, չի խանգարում, ոչինչ, ուզում եմ ասեմ, որ ես այլևս Facebook-ում քաղաքական գրառումներ չեմ անելու, հարցազրույցներ չեմ տալու, քաղաքական վիդեոներ չեմ տեղադրելու իմ էջերում, TikTok-ում, Facebook-ում, եւ անցնում եմ ուրիշ կոնտենտ եմ ստեղծում, օրինակ, տեսեք, մի րոպե ասեմ, հեսա, ուրիշ կոնտենտ եմ ստեղծում, օրինակ ինչպես ճիշտ հարթեցնել, որ հարթ նստի տոնայինը, ճիշտ եմ ասում, հարթեցնել, ինչպես անել, որ ճիշտ լինի, այդ եմ ուզում անեմ, կոնտենտ եմ էլի ստեղծում։ Տեսել ես ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Ալենը ինչ ա գրել, ինչ ա ասում։ Ինչ ա ասում։ Ասում է, եթե ինքը կիրակի օր ընտրություն անի, իրան կհաղթեն։ Պատկերացնում ես ինչքան է իրանց վեր գնահատում իրանց ուժերը։ Լավ, անպայման կխոսեմ, հեսա։ Ալենին ուզում եմ ասեմ, այդ թռած, դուք եթե չլինի այդ ոստիկանության ուժերը, որ երկրի պետության բյուջեի արտաքին պարտքի միջոցով բերել եք ու լցրել եք, որ չլինի վարչական ռեսուրսը, որ չլինեն վախի մթնոլորտները ձեր հանդեպ, որ մարդկանց չասեք կգնաք անպայման ես ինչ համարը կընտրեք ու կնկարեք, ցույց կտաք, թե չէ գործից կհանենք եւ այլնները, ես դա ըստ օթում կախված լուրերի եմ ասում, էլի Ալեն դու սովորություն ունես քրեական գործեր տանելու, դատի տալու, մի խոսքով այդ նման բաները չլինեն, դուք զրո ձայներ չեք հավաքի, ձեզ ձեր ընտանիքի անդամները չեն ընտրի, չնայած լավ քո թքողմերը կարող է քեզ գնա ընտրի, որ մի քիչ շատ ավելի թքի էլի, մի խոսքով, նման հայտարարություններ առնելուց առաջ հիշեք Գյումրին, որ Սարիկը ասում էր մի բանից իսկ արագ շնորհավորեք, ես արդեն քաղաքապետ եմ, դառա քաղաքապետ Սարիկ, ոնց որ Սարիկը դառավ ընդեղ քաղաքապետ, նենց էլ դուք կիրակի օրը կընտրվեք, երեկ ընտրվեիք, այսօր 2 օր կլներ, գնացեք լոփո խոսացեք։ Տատ։ Բա ասում ես քաղաքական թեմաներով էլ չես խոսալու, ուրիշ կոնտենտ ես մշակում։ Վայ դե չեմ կարա չխոսամ, ոնց կարամ այդ ամեն ինչի հանդեպ անտարբեր լինել։ Դե ուրեմն էլ նման արտահայտություններ չանես։ Լավ չեմ անի, գնացեք, էլի գնացեք, թողեք հանգիստ մեր կոնտենտներն անենք։